Մի քիչ շատ խիզախ չէր, ինչ է կարծում մեր հասարակության համար։ Դե պետքա բում լիներ, ու եղավ։ Ռիսկեր կար, բայց ինձ թվում է արդարացված է։ Իմ ամենամեծ երազանքն է ամսի 8-ին ես կարողանամ հարցազրույց իրենից վերցնել։ OpenAI-ից ChatGPT-ին, իրանք բոլորը աղավաղում են հայերեն տեքստը։ Զեբրիկը գալիս է բռնվեք։ Եթերում Zerocast համար 3-ն է, իմ այսօրվա հյուրերն են Հայկը եւ Արտակը, Հայկը AI Armenia, ուրեմն Edge-ի հեղինակն է, որը որ Zero-ի մասին ծնված օրվանից գիտի ահագին ինֆորմացիա, եւ Արտակը, որը որ տեխնոլոգիական բլոգեր է։ Այո։ Դե ինչ անշուշտ տեխնոլոգիական, օրինակ դուք տանը կարող եք նավթից պատրաստել ավիացիոն բենզին։ Թե ոչ։ Ես անձամբ չէ։ Բայց ես ճանաչում մարդկაც որ Տենց կամ կարամ պատմեմ ոնց են անում։ հասկա կարող եք պատմել Ցույց տամ նկարագրեմ ոնց։ Եվ հետաքրքրված եք առաջին հայկական AI-ով Zero-ով։ Շատ։ Հարց համար 1, որտեղից իմացաք Zero-ի մասին առաջին անգամ։ Լսեցիք, տեսաք, ասեցին, զանգեցին։ Նախ բարև ձեզ։ Ներողություն, բարև ձեզ սիրելի մասնակիցներ։ Միջալոց այդտեղ հարցերը միայն ես չեմ տալի։ Մենք բոլորս իրար կարող ենք հարցեր տալ, վիճել, կռվել, իրար վրա ջուր լցնել։ Բլոգերները կարող, այո։ Չէ՞ որ ջուր լցնելով բարձրացնել մեր տես իսկ ես պահում եմ ջուր լցնելու համար։ Որտեղ եք տեսեք կամ լսե առաջին անգամ Zero-ի մասին։ Ես Instagram-ում դրանից հետո մտա կայք, տեսա ոնց որ ասած coming soon-ա, ասի տեսնես երբ է դուրս գալու ու այդ օրվանից սկսած բոլոր էջերին հիմնականում սկսեցի հետևել, որտեվ շատ մեծ ցանկություն ունեմ կիրառել ամենակարևորը առաջին հերթին հայերեն լեզվով տեքստով հասկացող AI ագենտը։ Այսինքն ձեզ գրավեց առաջին հերթին լեզուն։ Հայերենը ու մերը նախ եւ առաջ, մերը հայկականը ու հայերենը, որտեվ այսօրվա դրությամբ հիմնականում մեր իմացած բոլոր գիգանտները OpenAI-ից ChatGPT-ին, Anthropic-ից Claude, եւ այլն գրոկը, իրանք բոլորը աղավաղում են հայերեն տեքստը։ Ես ներողություն եմ խնդրում Մեսրոպ Մաշտոցից, որտեվ ես էլ եմ շատ դեպքերում աղավարում հայերեն տեքստերը։ Իրանց բազան շատ քիչ է ներդրած։ Հասկանալ, դե հիմա սա լրիվ հայերեն է, հետո մնացած բոլոր լեզուներով։ Արտակ դուք երբ իմացաք եւ որ։ Ես առաջի անգամ նկատեցի մեծ պաստար Zero-ի, Zeytun-ում, հետո Massive-ում, Zero, Zeytun, Zebrik։ հա, Zero-ով, այո։ Ու ինչը զարմացրեց գրավեց ուշադրությունը, որովհետև երևի իմ հանդիպած առաջի ստարտափն է, որ դեռ հələ նույնիսկ չսկսած, ու շատ ստարտափեր դեռ շատ սկսելուց հետո դեռ գովազ չեն անում։ Ես զարմացա, որ ոնց են սկսել գովազդ անել, ուրեմն այնքան վստահ են իրանց product-ի վրա, որովհետև մեծ գումարներ է ու սովորաբար ստարտափը ինքը փորձում է իրան, դեռ սկսում է տեսնի ոնց է առաջ գնում եւ այլն, նոր կարող է հետո ինչ որ մի փուլից սկսի մարքեթինգի վրա գումար ծախսել։ Առաջի դեպքն էր, որ տեսա, ես sense տնեց իմ մասնագիտությամբ բոլոր ստարտափերին նկատմամբ ուշադիր եմ, նույնիսկ բազա եմ սարքում, այս բան Ունեք բազա։ Հա, քիչ հավաքում եմ, բայց մի 400-ած ստարտափի անուն եմ դուրս բերել։ Հայկական թե Հայկական, հայկական։ Բոլորը աշխատող են թե Հա, կան որ աշխատող են, կան տենց կարող է on hold վիճակում են գտնվում եւ այլն սպասման։ Zero-ն այդ ցուցակում է արդեն։ Հա, այո, այդ բան ինձ համետ գրավեց, որպես sense տնեց ստարտափներին, ցականցած ստարտափին ես անտարբեր չեմ, պետքա բացեմ նայեմ իմանամ, դա իմ գործի բնույթն է։ Եվ երկրորդը, որ այդպես գովազդեր ու լիքը տեղեր էլի տեսա, նկատեցի, իմ համար անհամբեր էր տեսնել, հասկանալ, դե հետո էլ ձեզ տեսա podcast-ում Էլ ավելի անսպասել էր, հա? Okay։ Մարքեթինգային արշավը դուր եկավ ձեզ։ Այո։ Հայկ դուք ինչ կարող եք ասել։ Նամանավանդ Սկսած ինձանից վերջացրած Իշուկով, դեռ Իշուկով։ Դե շատ շքեղ մտածված մարքեթինգային քայլեր, իդե բրավո։ Նկատում եմ, որ հիմնականում ողջ քաղաքը սկսել է գեներացնել նկարներ, թեգ անելով Zero Edge-ին։ Իրանք շատ են ոգեշնչվել գաղափարով Zebrik եկավ մեր մոտ, Zebrik օգտվեց մեր ծառայություններից։ Ինչ ասես անում արդեն։ Հա։ Իրոքից շատ լավ էր, շատ հիասքանչ
շքեղ մտածված քայլեր։ Մի քիչ շատ խիզախ չէր, ինչ է կարծում մեր հասարակության համար։ Դե պետքա բում լիներ։ Ու եղավ։ Ահա։ Իմ կարծիքով ինքը ոնց որ այո, էֆեկտը շատ էֆեկտիվ էր, ռիսկեր կար, բայց ինձ թվում է արդարացված էին այդ ռիսկերը, որովհետև տեսականորեն կարային լինեին կենթանասերներ, որոնք բողոքի ակցիա սկսեին, ասեին, որ կենթանուն ոնց է ներկե վնասը, գուցե եւ այլն, ու դա հակադարձ կարար էֆեկտներ, բայց ինձ թվում է այս դեպքում հաջողվեց, լավ, որ այդ էֆեկտը չեղավ բացասական։ Չէ, ճիշտն ասած ներեցեք, եղել է, ես հիմնականում բոլոր սթորիներին, կոմենտներին հետևել եմ, անգամ տեսել եմ, որ մարդիկ կան, որ իրենք են ցույց տալիս իբր թե ներկում են զեբրիկին ու բնականաբար գեներացված ու կոմենտները որ կարդում ես խեղճ կենթանի նյութերը թունավոր են եւ այլն ու քարկոծել փորձել են շատերը նկատել եմ ես ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը գրավել այն բանի վրա որ ոչ մի կենթանի մարքեթինգային ծրագրի այդ պրոյեկտի ժամանակ եւ արշավի ժամանակ ոչ մի բանից չի բողոքել, ոչ միայն այն պատճառով որ չի կարող բողոքել, այն պարզապես բողոքելու բան չկա։ Ես հարցազրույցն էլ ճիշտ ասած on-line լսեցի, որ բնականաբար այդ ամեն ինչը մենք գիտեինք, որ նմանատիպ հաստատ նյութերով չէր ներկվի զեբրիկը, բայց հաստատեցին, որ նյութերը եղել են բուսական։ Ժորժ ջան, body art հասկացողություն գոյություն ունի եւ գեղեցիկ աղջիկներին ներկում են եւ ամեն ինչ լավ է։ Իմ աղջկա դեմքը, ասենք, ծննդի արտո սիրուն արտա։ Այսինքն դա նորմալ երևույթ է եւ բացի դրանից շատ եւս մեկ շատ կարեւոր լավ լուր, որ այս պահին Zero-ն նաեւ բուսաբանական չէ, կենթանաբան այգու հետ բանակցությունների մեջ է, բանակցություն լավ իմաստով, որ Zero-ն օգնելու է բոլոր այնտեղ բնակվող զեբրներին, իրական զեբրներին չներկված իծն է ներկված, այսպես ասած, Աստծո կողմից, եւ այդ զեբրները կլինեն ել ավելի երջանիկ այսուհետ։ Ինչ սպասումներ ունեք էփից, զեբրիկից, Zero-ից, հայկական AI-ից, բացի լեզվից, ինչն է կարևորում եւ ինչ եք սպասում։ Անհամբեր եք, անհամբեր չեք սպասում։ Հենց այդ մարքեթինգային այդ ամբողջ փաթեթը, որ տենց մասշտաբային արվել է աննախադեպ, զուտ այդ տեսանկյունից իմ ակնկալիքն է, որ հաստատ ու ոդքասթն էլ որ լսել եմ ձեր մասնակցությամբ ու հիմնադիրների մասնակցությամբ ոնց որ այդ մասշտաբայնությունը ու այդ վստահությունը իմ մոտ այնց անկախ ինձանից հələ դեռ չիմանալով իր ֆունկցիոնալության մասին, իր կարողությունների մասին շատ մեծ ակնկալիքներ ա ձևավորել ու հույսով եմ որ այդ ակնկալիքները այդպես է կլինի, ասենց ես ինքս ոնց որ նույնիսկ հավատում եմ դեռ չտեսնելով ոնց է գործ առնում, բայց ինչքան որ ներկայացված է, ասենք հանրային դաշտում ամենակարևոր առավելությունը ըստ էության ես ոնց հասկացել եմ ինքը ըստ էության գործողության վերածելու ֆունկցիան է, այսինքն որպես այդպեսին հարթակներ, գործիքներ շատ կան, որ կարան քեզ մանրամասն ներկայացնեն, ցույց տան, ոնց որ ես որպես բլոգեր կարող ներկայացնեմ, բայց դա վերածել վերջնական արդյունքի գործողության, դա ասենք ինքը ինքնին արդեն նորարարությունը, հաջորդ քայլն է կարելի ասել արհեստական բանականության ներկայիս գործիքակազմի, որ դու կարողանաս հրամաններ տաս եւ նա ի կատարածի քո տրված գործողություն, քո տրված հանձնարարականը։ Դե չմոռանանք նաեւ որ գաղափարը ծնվել է նրանից, որ Արմանը շատ էր ուզում դաս անել, ի տարբերություն ինձ օրինակ Արմանի տարիքում, ես երբ որ ինձ ասում են գնա հացի, ուրախանում եմ, որտեվ գնում եմ հացի ու չի վերադառնում։ Իսկ Արմանին ասում են գնա հացի եւ ինքը հասկանում է, որ ինքը դաս անելու տեղ պետք է գնա հացի, դրա համար ինքը մտածեց, որ իսկ կլինի ես ուղակի ինչ որ մեկին ասեմ գնա հացի ու այդ հացը հայտնի ու մեր տունը։ Այդպես է ծնվել այդ ամենը։ Հայկ դուք ինչ սպասումներ ունեք։ Ճիշտն ասած ինքը նախ եւ առաջ քանի որ ագենտ է, տալիս է հրահանգ, ինքը մինիմալ մարդու միջամտության դեպքում այդ ամեն ինչը ոնց որ ասած իրականացնում է։ Ինձ շատ հետաքրքիր է ինքը ինչքանով է նման, ճիշտ ասած չգիտեմ շատերը կարող չիմանան, Մանուսին, որը որ ինքը մետայինն է, արդեն գնել է նույն Instagram-ի կազմակերպությունը, ինչքանով է ինքը նման։ Ես առաջին հերթին իրեն համեմատել եմ, այսպես ասած Մանուսի հետ։ Ճակ։
Եվ համեմատելուց հետո հասկանալու եք ում հետ եք ուզում շարունակել ձեր գործունեությունը։ Չէ, ես իմ ոնց որ ասած ծրագրերի ցանկում 0-ն ունենալ եմ պարտադիր է։ Մենակ հենց ինքը հայերեն լեզվի համար։ Իսկ ինչն է հետս հետաքրքիր, ինչ եք դուք անելու 0-ի հետ, օրինակ, չգիտեմ, երաժշտություն եք ուզենալու գրեք, ֆոտոներ եք անելու։ Հիմնականում բիզնես ավտոմատացումներ։ Ահա, Որտեւ իմ մասնագիտությունը հիմնականում շեշտը դրա վրա է դրված։ Ինչ էլ որ անում եմ, կողից անում եմ սիրողական, երգի, նկարի, վիդեոյի գեներացումներ։ իսկ բիզնես այդ ավտոմատիզացիա, այո, դա դուք փորձելու եք Զեբրիկին դա սովորեցնել, այսինքն հրահանգերով հասկանում եք, չէ՞, որ ինչքան մենք շատ ենք իրեն ինչ որ հրահանգներ տալիս, ինչքան շատ ենք իր արժև դնում, ինչ որ հարցումներ, հարցադրումներ, ինքը այդքան ավելի շատ սովորելու է, եւ փաստորեն միգուցե օրերից մի օր ձեր գործը ինքը անի, չեք վախում դրանից, որ արդեն մարդիկ ոչ թե ձեզ են դիմելու, որ դուք գնաք ինչ որ բան ավտոմատիզացնեք, այլ կասեն դե նա չի հայկին ասենք, Զեբրիկին կասենք կան։ Չէ, ինքը գործիքա, որին որ մասնագետն է տիրապետում, այսպես ասած։ Ճիշտ հրահանգներ տալ, ճիշտ կառուցել այդ ամեն ինչը այսօրվա դրությամբ ChatGPT-ին մեր օրինակ, ասենց ասեմ օրինակը տված հրահանգները իրանք պրոմպտներ են։ Իսկ պրոմպտ ասվածը դա ամեն մարդու համար տրված չի, որտեվ գոյություն ունի ինքը հենց prompt ինժեներ մասնագիտությունը, իրան ասես գեներացրա ինչ որ մի կատու կամ ասենք մի A4 ֆորմատի թղթով տեքստ տաս, որտեղ որ ամեն ինչ մանրամասն նկարագրված է, դրանք տարբեր են։ Հասկանալի է։ Արտակ ինչ եք մտածում դուք այս առումով եւ արդյոք կհեշտացնի մեր կյանքը Զեբրիկը, քանի որ օրինակ ես ոչ ժամանակ ունեմ, ոչ նյարդային համակարգը սա այդքան կանգուն հայկի նման, որ ես օրինակ ժամերով գրեմ, թե ինչ եմ ուզում ChatGPT-ից, թե այս պարագայում ես օրինակ Զեբրիկին ուղակի հրահանգ եմ տալու, որ ասեմ, որ ինձ պետքա սենց բան, մնացած արդեն ինքն է անելու եւ տարբերակները տալով ես արդեն ընտրելու եմ, թե հայկի ասածն ավելի ճիշտ եւ խելքին մոտիկ, որ Զեբրիկին է պետք է մանրամասն, երկար, բարակ բացատրեմ։ Դուք որպես user եթե կարելի է այդ բառը օգտագործել, որը կուզեիք ավելի շատ լիներ ձեր կյանքում։ Դե բնականաբար ինքը պետքա մի քայլ առաջ լինի, քան ChatGPT-ին հարցում տալով, նենց ճիշտ հարցում տաս, որ ինքը իդեալական բերի, որովհետև մի քայլ պետքա ավել լինի, որ ասենք նույն ինքը կարա ուղղորդի թեկուզ հակադարձ հարց տա, որպեսզի ճշգրտի կամ համոզվի, որ ճիշտ է։ Երկխոսության մեջ լինի քո հետ, ոչ թե ուղղակի Այսինքն դու հասկանաս, որ այն կողմը ինչ որ մեկը գործ անում, ոչ թե մեքենա է, որը Դե եթե ինքը chatbot չի, որին որ հրանգներ ենք նախորդ տալիս, ինքը AI ասիստենտ կամ ագենտ, այս դեպքում ագենտ, ինքը sense tenets մտնելու է դիալոգի մեջ։ Ու այդ դիալոգի մեջ ավելացում ասեմ, այստեղ կարևորը կոմունիկացիան է։ Այսինքն ես թեկուս իմ ձևակերպումը հրահանգը ոչ հստակ տամ, ինքը պետքա հստակեցնի արդյոք դուք սա եք ուզում այս ձևով, ու եթե ես հաստատեմ Պարզա, եթե ես սխալ հաստատեցի, կարող է իմ պատվերը սխալ անի հրահանգը, բայց ինքը եթե ես սխալ եմ ձևակերպել, ինքը ասում է սենց եմ ուզում, չէ, ես հետը կոմունիկացիայի մեջ մտնելով պետք է ասեմ, չէ, իրականում այս տիպի եմ ուզում, այս ձև եմ ուզում ու վերջնական այդ հրահանգը նենց ձևավորվի, որը իմ ուզած ձևով է, ու դա ինձ թվում է ավելի ես ենթադրում եմ այնքան պարզ է լինելու, որ բոլոր մարդիկ գրեթե կկարողանան այդ կոմունիկացիայով ճիշտ հրահանգ տան։ Նույն ձևով ոնց որ զանգում ենք, օպերատորն է խոսում, վերջնական հասկանում ենք, իհարկե մեկ կազուսներ լինում է, բայց այդ հիմնականում ինձ թվում է դա այդ հարցը տենց պարզ ձևով պետքա լուծի։ Համենայն դեպս մենք տենց այդպես ուզում ենք։ Հա, ես էլ եմ տենց պատկերացնում։ Պատկերացրենք, որ արդեն մայիսի 8-ն է, ներբեռնել եք Եվ ինչ եք մտածում դուք յուրաքանչյուրը կամ այս բան մտածեք, առաջինը ինչ եք ուզելու Զեբրիկից, ինչ եք հարցնելու կամ ինչ հրահանգ եք տալու։ Ну, նախև առաջ ըստ իմ բնավորության ես մանրամասն պետք է ուսում ուսումնասիրեմ ֆունկցիաները, բաժինները, որտեղ ինչ կա։ Դրանից հետո ըստ բաժինների արդեն հասկանալ ինչքանով է արդյունավետ գործում այս բաժինը կամ այս ենթաբաժինը։ Ես չեմ կենտրոնանում, ասենք, մի ֆունկցիայի կամ մի գործողության վրա։ Եթե իմանալ, ուրեմն իմանալ ամբողջությամբ։ Ըստ դրա արդեն կհասկանանք ինչքանով Ինչպես Պոլի, էլի, այտենց ուզում եք ամեն ինչ միանգամից։ Դե հա, եթե տիրապետում ես, պետքա տիրապետես։ Իսկ առաջի հրահանգը որ կտակ։ Կողջունեմ ու կխնդրեմ ներկայացնի ցանկը։
իր հնարավորությունների, այո։ Հասկաց։ Так, դուք արտակ։ Ես ամենապարզ թրահանգից կսկսեմ, օրինակ տաքսի պատվիրել, ասեմ տաքսի եմ ուզում։ Ուզում եմ ստեյց գնամ ընդդեմ։ Ենթադրենք GG-ով ուզում եմ պատվիրել տաքսի։ Տեսնեմ ինչքանով է կարողանում այդ հանձնարարականը հրահանգը ի կատարածի։ Եվ համեմատեք ժամանակը, Ամեն ինչը։ գինը, Հա, իրա, նո ինքը ծրագիրը սպայն նշված է, որ անվճար է։ Գինը ենթադրում եմ պետքա լինի նույն GG-ի տաքսու սակագները։ կարող ավելի քիչ լինի, ինչ գիտեմ։ Եթե ավելի քիչ լինի, բնական է։ Ես դες ասեմ ավելին, զերոն ոչ թե կապ ունենալու ինչ որ արդեն գործող սերվիսների հետ, այլ ինքը ունենալու է իր սեփական սերվիս, այսինքն իր մեքենաները, իր քարտեզները եւ իր գնացուցակը։ Եվ ես համոզված եմ, որ դուք համեմատելու եք ոչ միայն որակը, այլ նաև գնային տարբերակները, որ օգտվեք սրանից։ Տենց եմ մտածում ամսուտից հետո ամենայդեպս դա էլ է Ուրեմն զեբրիկի տաքսին կպատվի։ Ես ձեր տեղ կհարց, բա դու ինչ կանեիր։ Հələ հարցրեք ինձ։ Բա դու ինչ Մենք տեսել ենք արդեն գովաստով։ Չէ, ես զեբրիկին, էդի հետ, Բա դու ինչ կանեիր։ Իմ ամենամեծ երազանքն է, որ ամսի 8-ին ես կարողանամ հարցազրույց իրենից վերցնեմ։ Զեբրիկից։ Պատկերացրեք մենք իրար, էփից, մենք իրար հետ խոսենք։ Ես իրեն հարցեր տամ, ինքը ինձ պատասխանի։ Խոսի։ Դոնալդ Թրամփից սկսած վերջացրած, չգիտեմ, չի բողկի գնել։ Դե կախված է ինչ սահմանափակումներ է տված։ Դե դա եմ ասում, դա էլ իմ տեստավորումն է լինելու։ Հիմա տեսեք, մեկին A-կետից B-կետ հասնել է հետարքին, մյուսին հետարքին բոլոր բաժինները, իսկ ինձ հետաքրքիր է թե ինչպես ինքը կարող է իմ հետ զրուցի եւ առհասարակ ինքը ինձ համար հետաքրքիր զրուցակից է թե ոչ։ Ինչ գիտի, ինչ չգիտի, ինչ պետք է իրեն սովորացնեմ, ինչ հարցերի պատասխանելու է, ինչ չէ։ Չէ՞ որ օրինակ մենք հստակ գիտենք, որ Ալիսային, եթե ցեղասպանության մասին հարց է տալ, ինքը չի պատասխանում, որտեղ ծրագրի մեջ գրված է, որ հայոց ցեղասպանության մասին հարցին դու չես պատասխանում։ Հիմա ես ուզում եմ Զեբրիկին տալ զանազան հարցեր եւ տեսնել թե ինչ պատասխանները նա տալու։ Հետո նոր դրանից հետո ինձ մնացած բոլոր ֆունկցիաներն էլ կհետաքրքրի եւ իհարկե ամենակարևորը ինձ համար որպես մարդ, որ անդադ ինչ որտեղ վազում է, ինչ որտեղ հնարավոր է մոռանա, որ պլանավորի օրս, այո, որ ինձ հիշեցնի, որ առավոտյան այսօր ռադիոյում ես, ռադիոից հետո ես ինտերվյուն ունես, հետո պետքա գաս տեղ, որ տղեկից ինտերվյու վերցես, հետո դրանից հետո պետք է գնաս դասի։ Հիմա ես անդադ ուղեղիս մեջ պետքա կամ դա հիշեմ, կամ նայեմ ստեղ զամետքեքի մեջ ինչ եմ գրել, իսկ ինքը դեպքում ինձ կասի, դա գլումով հերիքա խոսած, որտեվ հեսա դասից սկսում է։ Այսքանը, շնորհակալություն տղաներ, կհանդիպենք ամսի 8-ից հետո եւ ես սպասում եմ ձեր արձագանքներ արդեն ձեր սոցցանցերում, ազնիվ արձագանքները, որովհետեւ եթե մենք ուզում ենք, որ նա լինի իսկապես ամենալավը աշխարհում եւ լինելով հայկական product Հայաստանից նաեւ դուրս գա, ուրեմն մենք պետք է լինենք համ իրար հետ ազնիվ, համ էլ product-ների հետ ազնիվ։ Թույլ տվեք մի բան ավելացնեմ, ճիշտն ասած, ես ոչ մի product-ի ու ոչ մի edge-ի ես այսքան չեմ հավատացել եւ ինձ նկատել են թե ինչքան ակտիվ եմ edge-ի հետ կապված, ոչ թե նրա համար որ ինչ որ image-ը դրա հետ համատեղ PR լինի, ես կարամ օրինակ նշեմ, ինձ չնշեն կամ repost չանեն ու բնականաբար դա չի լինի։ Շատ եմ հավատում, որ իրոքից արդարացնելի է, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն ու մեկ էլ շատ կարևոր մի հատ նյուանս էլ ասեմ, ինձ հետաքրքրելու է արդյոք Զեբրիկին մենք կարողանանք զանգել, ոնց որ մնացած ասենք ChatGPT կամ Gemini-ի մեջ հնարավոր ու միացնել կամերան։ Տեսախցիկը, այսինքն ունեն այդ ֆունկցիաները։ Դա այսինքն դուք ուզում եք Զեբրիկի դեմքը նայել։ Չէ, միացնում ես կամերան, պահում ես ինչ որ օբյեկտի վրա, հարցեր ես տալիս կամ հնարավորություն ես տալիս տրանսլյացիա ես անում, այսինքն քո էկրանը ինքը քո աչքերով տեսնում է քո հեռախոսը ու ըստ դրա էլ ես կարողանում իրեն հարցեր տաս կամ հրանգներ տաս։ Սա ինչ բույս է, սա ինչ ցիտիկ է երգում։ Հա։ Սա կամ չգիտեմ, բույսը այս վիճակում է, ինչ խորհուրդ կտաս, ինչպես մշակեմ։ Լավ, ինձ թվում է որ ձեզ լսեցին եւ միգուցե եթե այդ ֆունկցիան միջի հիմա չկար, միջև ամսի 8 այդ ֆունկցիան կլինի։ Մենք լսում ենք ամեն ինչ, Զեբրիկը գալիս է բռնվեք։